2023 թվականին դատախազության բացառիկ լիազորության պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում փաստացի վերականգնվել է 5 միլիարդ 63 միլիոն դրամ շուկայականի մոտարկված կադաստրային արժեք ունեցող 4 գույքի նկատմամբ սեփականության իրավունք։ Մասնավորապես եկեք խոսենք Աբովյան 3 հասցեում ինչ է արվել, ինչպես է պետությունը վերադարձրել AUKS-ի շենքը եւ ինչու էր առհասարակ վիճարկվում սեփականության իրավունքը այս շենքի։ 2023 թվականին պետությանը վերադարձված գույքերից ամենախոշորը հենց AUKS-ի շենքն է, Աբովյան 3 հասցեում գտնվող, որն ընդգրկում է 701 քառակուսի մետր մակերեսով շենքը եւ նաեւ դրանով զբաղեցված 453 քառակուսի մետր մակերեսով հողատարածքը։ Ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ 1992 թվականին ստեղծված իրավաբանական անձը ներկայանալով որպես 1955 թվականին ստեղծված մեկ այլ իրավաբանական անձի արտասահմանյան երկրների հետ կապերի կոմիտեի իրավահաջորդ կադաստրի կոմիտեում գրանցել է սեփականության իրավունք AUKS-ի շենքի եւ հողամասի նկատմամբ, հիմքում դնելով իր ստեղծումից շուրջ 37 տարի առաջ ստեղծված ընկերությանը որևէ իրավունքով գույք հատկացնելու վերաբերյալ փաստաթղթեր, որոնք ըստ էության այդ պահին գործող օրենսդրությամբ անհրաժեշտ եւ բավարար չէին կարող համարվել, այսինքն չէին կարող իրավահաստատող փաստաթղթեր լինել այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար։ Այսինքն 2001 թվականին արդեն Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպությունը սեփականության իրավունք է ձեռք բերել մի գույքի նկատմամբ, որի վերաբերյալ իրեն առհասարակ իրավունք չի ընձեռվել, եւ այդ իրավունքը ընձեռվել է սովետական միությունում 1955 թվականին մեկ այլ կազմակերպության, որի հետ ինքը առհասարակ իրավահաջորդություն չուներ։ Գնահատվում է շենքի արժեքը շուրջ 5 միլիարդ դրամ։ Հիմա շենքը արդեն պետության սեփականության։ Այո, պետության սեփականության իրավունքն է գրանցվել, նաև ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին եւ նաև վարձակալությամբ է տրված 17 միլիոն դրամ արժեքով։ Արմաշում ինչ եք վերադարձրել։ 2023 թվականի վերադարձված գույքերից ուշագրավ է նաև Արարատի մարզի Արմաշ համայնքում գտնվող Երասխ 2 զորամասի տարածքը։ Այստեղ գործ ունենք հատուկ նշանակության հողամասի հետ, չափերը 9000 քառակուսի մետր է եւ շուկայականի մոտարկված կադաստրային արժեքը 25 միլիոն դրամից ավելի է։ Ըստ էության օտարման ոչի ենթակա 60 հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածք էր, որի նկատմամբ անձինք ձեռք էին բերել սեփականության իրավունք եւ արդեն դատական կարգով է վիճարկվել այդ սեփականության իրավունքի գրանցումը, որի շրջանակներում կնքված հաշտության համաձայնությամբ գույքը վերադարձվել է պետությանը։ Այս դեպքում հաշտության համաձայնությամբ է գույքը վերադարձվել։ Այո, AUKS-ի դեպքում եւս հաշտության համաձայնությամբ է գույքը վերադարձվել 2023 թվականին վարչական դատարանում արդեն քննվող հայցի շրջանակներում, հայցը ներկայացվել էր դեռևս 2022 թվականին 23 թվականին արդեն դատախազության եւ AUKS ընկերության բաժնետերերի միջև կնքվել է հաշտության համաձայնություն, որով դարձյալ շենքը վերադարձվել է պետությանը։ 24 թվականին ինչ է կարել գույքի վերադարձման տեսանկյունից։ 2024 թվականին արդեն ունեցել ենք գույքերի վերադարձած գույքերի աճ, եթե 23 թվականին 4 գույքեր, ապա 24 թվականին 18 գույք ունենք վերադարձված, որոնց ընդհանուր շուկայական մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարը 2 միլիարդ 785 միլիոն դրամ է։ Թվերի աճը ինչով է պայմանավորված։ Թվերի գույքերի աճը դերևս ավելի ակտիվ աշխատանքով է պայմանավորված, ավելի շատ ուսումնասիրություններ, ավելի շատ հայցեր եւ համապատասխանաբար ավելի շատ արդյունքներ։ Գույքերից մեկը Կողբացի փողոցում է, ինչ է։ Այո, Կողբացի փողոցում դարձյալ դատախազության կողմից հայցեր ներկայացվել դատարան, պարզվել էր, որ ընկերությունը, Սոխոսենտեր ընկերությունը ստանձնել է պարտավորություն տվյալ համալիրում կառուցել գրքի աշխարհ բազմաֆունկցիոնալ համալիր եւ այդ պարտավորությունը չէր կատարվել եւ այդ խախտումը դնելով հայցի հիմքում հայցը ներկայացվել դատարան եւ արդեն 2024 թվականին դատախազության եւ Սոխոսենտեր սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվել է հաշտության համաձայնություն Կողբացի փողոցի 36/3 հասցեում գտնվող համալիրում առաջին եւ երկրորդ հարկերում շուրջ 240 քառակուսի մետր մակերեսով տարածքների նկատմամբ է գրանցվել պետության սեփականության իրավունքը եւ նաեւ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով 0.03 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ։ Իսկ գույքի արժեքը որքան է եղել։ 1 միլիարդ դրամը գերազանցում է եւ այստեղ դարձյալ ունենք վարձակալության պայմանագիր 38 միլիոն դրամ արժողությամբ։ Որքան էր ապահովում եկամուտ այդ տարածքը։ 38 միլիոն դրամ, այս պահին տրված է վարձակալությամբ եւ այսինքն բացի այն, որ գույքը վերադարձած պետությանը, նաեւ այստեղ պետությունը շարունակական եկամուտ է ստանում տվյալ գույքից։ Շատ լավ, 25 թվականին ինչ է կարել, ինչ եք վերադարձրել։ 2025 թվականի ընթացքում եւ
դատական ակտերով եւ նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում, այսինքն ոչ դատական կարգով, միջնորդագրերի հիման վրա պետությանը կամ համայնքներին վերադարձվել է 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժողությամբ արդեն 124 գույք։ Այդ թվում պուրակներ, զբոսայգիներ, մանկապարտեզ, մարզադաշտ, բնության հուշարձան, ավելի շատ ու նաեւ գույքերի տեսակներն են ընդլայնվում, կարելի ասել, շատ ավելի ընդգրկուն է դառնում։ Որ համայնքներին եք մանկապարտեզներ վերադարձրել։ Սա ամենացավոտ հարցերից մեկն է։ Մենք լսել ենք տարիներ շարունակ, որ տարբեր համայնքներում, Երևանում, մարզերում տարբեր մանկապարտեզներ սեփականաշնորհվել են։ Փաստացի դատախազության գործունեության արդյունքում նաև որոշ մանկապարտեզներ վերադարձվել են էլի համայնքներին։ Որտեղ ինչ է կարել, քանիսն եք վերադարձրել։ Տավուշի մարզում ունենք Իջևան համայնքին եւ Դիլիջան համայնքի վերադարձված մանկապարտեզներ, մասնավորապես Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Խաշտարակ բնակավայրի 9-րդ փողոցի 11 հատվածում գտնվող 198 քառակուսի մետր մակերեսով եւ 44 միլիոն դրամ շուկայականի մոտարկված կադաստրային արժեքով մանկապարտեզի մասնաշենքը, այստեղ քաղաքացու վարձակալության իրավունք ունեն գրանցված, այդ իրավունքն է դադարել։ Իսկ արդեն Դիլիջան համայնքում Որջոնի Գիծե փողոց 63/2 հատվածում գտնվող 286 քառակուսի մետր մակերեսով եւ 30 միլիոն դրամ արժեքով մանկապարտեզի մասնաշենքն է, այս դեպքում արդեն հասարակական կազմակերպությունն ուներ անհատույց օգտագործման իրավունք գրանցված, այդ իրավունքն է դադարեցվել եւ գույքը փաստացի համայնքի տիրապետմանն է վերադարձվել։ Տիկին Սարուխանյան, հիմա էլ չէ, ընթացքի մեջ կան որ մանկապարտեզներից պիտի վերադարձվեն։ Քանի թվային տվյալներ գիտեք, կնշեք։ Երևանում օրինակ վարչական շրջաններում օտարված տարբեր մանկապարտեզների վերաբերյալ 50-ից ավելի ուսումնասիրություններ իրականացվում միայն գլխավոր դատախազության իրավասու վարչության կողմից եւ նաեւ տարածքներում ակտիվ աշխատանքներ, իսկ մարզերի դատախազությունները, վարչական շրջանների դատախազությունները իրենց հերթին ունեն եւ ընթացիկ ուսումնասիրություններ եւ հայցեր։ Հնարավորությունը վերադարձնելու լինում է այն դեպքում, երբ մանկապարտեզը ինքնին պահպանված է, բայց սեփականության իրավունքով գրանցված է որևէ մեկի համար։ Բայց եթե օրինակ այդ մանկապարտեզը այլևս չի ծառայում այն նպատակին, որի համար էր, այսինքն երեխաների համար տարածք չէ, դարձել է բնակելի շենք, չգիտեմ, տարբեր կառույցներ, դատախազությունը ունի հնարավորություն դրանց հետևից գնալու։ Այս դեպքում բնականաբար եթե տեսնում ենք որ օրենսդրության պահանջների խախտումով օտարվել է անկախ նրանից գույքը բնեղենով արկա է թե արկա չէ, պարտադիր կերպով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվում այդ ուսումնասիրությունն իրականացնող դատախազի կողմից եւ առնվազն քրեարավական գնահատական է տրվում արարքին։ Եթե արկա է գույքը բնեղենով, նաեւ պարտադիր հայց է հարուցվում դատարան, որպեսզի մանկապարտեզը վերադարձվի տվյալ համայնքին եւ հնարավորության դեպքում օգտագործվի ըստ նպատակային նշանակության, այսինքն առնվազն քրեարավական գնահատական տրվում։ Ես ծանոթանում եի ընդհանուր պատկերին եւ հետաքրքրական է, որ վերադարձվել է նաեւ մշակութային տուն, մարզադաշտ եւ նաեւ հուշարձան պետության։ Փաստորեն հուշարձանն է հնարավոր սեփականաշնորհել։ Տվյալ դեպքում ունենք, այո, ինչ-որ մեկի համայնքում, այո, պարզվեց, որ բազալտե երգեհոն կամ քարերի սիմֆոնիա որպես հայտնի բնության հուշարձան հանդիսացող տարածքը մոտ 0.1 հեկտար տարածքը սեփականության իրավունքով գրանցված է եղել անձի անունով եւ այսպես մի փոքր բարդ մեխանիզմի արդյունքում սկզբում նվիրատվությամբ համայնքին, այնուհետև համայնքի կողմից փոխանցվել է պետությանը եւ ամրացվել շրջակա միջավայրի նախարարությանը։ Այսպիսով բնության հուշարձանը եւս ընդգրկվել է 25 թվականի պետության։ Հետաքրքիր է, նաեւ երևի մեծ դիտողների համար կլինի հետաքրքիր այն ինչի մասին խոսում եք, հիմնականում նախկին ներկա պաշտոնյաների հետ են կապված, թե օրինակ հասարակ քաղաքացիներ էլ կան այս ամեն ինչի։ Հիմնականում կամ ակնհայտորեն կապված են, կամ նույնիսկ եթե ակնհայտորեն չեն, որոշակի նաեւ օպերատիվ օրինակ միջոցառումների ձեռնարկման արդյունքում պարզվում է, որ կապված էին, փոխկապակցված էին, այդ թվում օրինակ հաջորդող օտարումները երբեմն շղթա են ունենում առաջին ձեռք բերողը որևէ հանրությանը հայտնի անձ չէ, բայց հետո պարզվում է, որ որևէ պաշտոնատար անձի հետ ակնհայտորեն փոխկապակցված անձեր եւ երբեմն նաեւ մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի այդ կապերը վերհանենք ու դատարանում ցույց տանք, որ այս անձը բարեխիղճ ձեռք բերող չի կարող համարվել, քանի որ ակնհայտորեն փոխկապակցված էր եւ չէր կարող չիմանալ գույքի հանցավոր ծագման մասին։ Վերջին տարիներին դատախազությունը շատ է ակտիվացրել աշխատանքը նաև ապօրինի մասնավորեցված հանրային կամ կանաչ տարածքների վերադարձի գործընթացը։ Մինչ գալու այն բանին, թե կոնկրետ ինչեր եք վերադարձրել, ասացեք նպատակը որն է դատախազության կողմից այս գործընթացի իրականացման։ Պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում շատ հաճախ են հանդիպում իրավիճակներ, երբ օտարվել են հանրային բարիք հանդիսացող տարածքներ, այգիներ, զբոսայգիներ, պուրակներ, անտառային տարածքներ, հուշարձանը
Շնորհում է տարածքն ինչ է կանաչ։ Եվ շատ ցավալի է, որ քաղաքացիների շահերի ոտնահարմանն ենք առնչվում անմիջականորեն մեր ամենօրյա աշխատանքում եւ առավել սկզբունքային է հենց այս տարածքների հետևից գնալը եւ մի օր շուտ է տարածքները վերադարձնել հանրությանը եւ այս առումով վերջին 4 տարիներին բավականին ակտիվ են աշխատանքները հենց այդ կանաչ տարածքները պետությանը կամ համայնքին վերադարձնելու ուղղությամբ ընդհանուր առմամբ դատախազությունը որդեգրել է հանրային բարիքը հանրությանը վերադարձնելու եւ այդ հենց քաղաքացիների շահերին ծառայեցնելու աշխատանքների իրականացումը եւ այս տեսանկյունից վարչատարածքային բաժանումը եւս ընդգրկուն է, այսինքն չենք սահմանափակվում մի տարածքով եւ Երևանում ունենք վերադարձված կանաչ տարածքներ եւ մարզեր։ Հիմա դրա մասին խոսենք, բայց մինչ այդ Տիկին Սարոխանյան, արդյոք դատախազությանը հետաքրքրում է կամ ձեր ուշադրության կենտրոնում է նաեւ այն, թե ինչու են դրանք մասնավորեցվել եւ ինչպես են դրանք մասնավորեցվել։ Իսկան այդ ամբողջ սխեման ձեզ համար հայտնի է կամ գնում եք դուք դրա հետևից, թե ուղղակի արձանագրում եք, որ մենք ունենք խնդիր եւ խնդրի լուծումը վերադարձն է կամ մեկ այլ։ Նախ եւ առաջ արձանագրում ենք, որ ունենք խնդիր, բայց որպեսզի մենք կարողանանք այդ գույքը վերադարձնել, բնականաբար պիտի ուսումնասիրենք հիմքեր, այսինքն ամենաառաջին, սկսած 90-ական թվականներից երբեմն ստիպված ենք լինում 20-30 տարի հետ գնալ, երբեմն փաստաթղթերը պահպանված չեն լինում եւ դատարան մարդենապատասխանական գործընթացն է բարթանում, բայց առանց հետ գնալու, առանց այդ սկզբնական մասնավորեցումները ուսումնասիրելու բարձրապես հնարավոր չի լինի այդ անձանց ստիպել այդ հանրային բարիքը վերադարձնել հանրությանը։ Երևանից կանք, ինչ է կարել Երևանում, ինչքան տարածք եք վերադարձրել եւ խնդրեմ, արժեքները։ Երևանում ընդհանուր ամենահայտնին թերևս հեռուստաաշտարակին հարող տարածքում Գարեգին Հովսեփյան փողոցում վերադարձված 6 հողատարածքն են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 7.5 հեկտար, իսկ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 3 միլիարդ 381 միլիոն դրամ է եւ նաեւ այստեղ գլխավոր դատախազի կողմից գրություն է հասցեագրվել իրավասու գերատեսչություններին, քանի որ հերական նպատակը այդ տարածքներում հենց անտառային գոտի հիմնելն է եւ այդ առումով արդեն իսկ մեկնարկել են որոշակի աշխատանքներ, այդ թվում հողերի նպատակային նշանակություն փոփոխելու տեսանկյունից, որպեսզի այդտեղ ամբողջությամբ ուղղվի հենց բուն նպատակին, այսինքն անտառային գոտի ստեղծվի այդ տարածքում։ Եվ Երևանում սա է։ Երևանում սա է եւ այս բոլորը շեշտեմ, որ ոչ թե արտադատական կարգով են, այլ հենց դատական գործերի քննության լուծման արդյունքում, այսինքն բոլոր դեպքերում ունենք դատական ակտեր եւ այսինքն օրինակ եթե արտադատական կարգով շատ ավելի հեշտ է մի միջնորդագրով գույքը վերադառնում է, այս դեպքում բոլորը ամիսներ շարունակ քննվել են, բողոքարկվել են եւ օրինական ուժի մեջ մտնելուց հետո միայն հնարավոր է եղել վերադարձնել։ Սյունիքում ինչ է կարել։ Սյունիքի մարզում, Սիսիան համայնքում եւ Կապան համայնքում ունենք զբոսայգիների տարածքներ, մասնավորապես Սիսիան քաղաքի մայիսի 28-ի զբոսայգու տարածքում 5 հողամաս է վերադարձվել համայնքին, ընդհանուր 3153 քառակուսի մետր մակերեսով։ Արժեքը Արժեքները այստեղ չունենք արժեքներ, կամ հնարավոր է, որ կադաստրային արժեք շատ փոքր է, բայց իրականում եթե օրինակ փորձեն դարձյալ որևէ իրավունքով տրամադրել անձանց բավականին բարձր է լինելու, քան օտարման պահին ունեցած արժեքը։ Եվ նաև Սյունիքի մարզում Կապան համայնքում ունենք Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում ընդհանուր 3 անձանց իրավունքներ են դադարեցվել, ֆիզիկական անձանց, եւ 687 քառակուսի մետր մակերեսով 3 հողատարածքներ վերադարձվել են համայնքին։ Իսկ Տավուշում, Արարատում Տավուշում 2025 եւ 2026 թվականների ընթացքում եւ դատական ակտերի հիման վրա եւ նաեւ դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Իջևանի քաղաքային զբոսայգում Անկախության փողոց, Վալանսի փողոց եւ Թատերական փողոց փողոցներում գտնվող ընդհանուր 4990 քառակուսի մետր մակերեսով 16 հողատարածք է վերադարձվել համայնքին եւ նաեւ Դիլիջանում 67 հեկտար մակերեսով 4 միլիարդ 578 միլիոն արժողությամբ պահպանական հողեր, իսկ Արարատի մարզում 2025 թվականի ընթացքում համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողեր ունենք վերադարձված 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժողությամբ շուրջ 65 հողատարածք, 4886 հեկտար մակերեսով, սա նաև արգելոցի տարածք է ընդգրկել եւ դադարեցվել է կենթանիների աշխարհ սահմանափակ պատասխանությամբ ընկերության իրավունքի գրանցումը։ Էլի պետությանն է այս ամբողջ հանձնարարականը։ Պետական սեփականություն է հանդիսացել եւ ուղղակի անհատույց օգտագործման յանքով տրամադրված է եղել ընկերությանը եւս նպատակային շնորհքության չի օգտագործվել։ Հետաքրքիր է, որ գրեթե բոլոր մարզերում, եթե ոչ բոլոր մարզերում կան նմանատիպ խնդիրներ։ Էլի Գեղարքունիքում, Կոտայքում եւ Լոռիում, այստեղ ինչ են արվել։
Լորիում դարձյալ զբոսայգու տարածք ունենք վերադարձված, Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան զբոսայգում 13 հողամաս, շուրջ 63 միլիոն դրամ արժողությամբ, 4451 քառակուսի մետր մակերեսով։ Կոտայքի մարզում ունենք անտառային հողատարածք 37 միլիոն դրամ արժողությամբ, 20000 քառակուսի մետր մակերեսով եւ նաեւ արդեն 25 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից սկսված դատախազությունում ակտիվ աշխատանքներ միջոցառումներ ձեռնարկվեցին Սևանարեջի ափամերձ հատվածները պետությանը վերադարձնելու ուղղությամբ եւ միայն նախորդ շաբաթվա ընթացքում 4 հողատարածքի նկատմամբ անձանց իրավունքի գրանցում է դադարեցվել, մասնավորապես 2.5 հեկտար մակերեսով հողատարածքի մասին է խոսքը, 3400 քառակուսի մետր մակերեսով, 3000 քառակուսի մետր մակերեսով եւ 1215 քառակուսի մետր մակերեսով։ Էլի պաշտոնյաների դարձյալ բոլորը, այո, պաշտոնյաների կամ իրենց անվամբ ստեղծված ընկերությունների անվամբ էին գրանցված եւ այդ ընդ որում ժամկետանց պայմանագրերի հետ գործ ունենք, որոնց դեպքում օրենսդրություն հնարավորություն են ընձեռում ծանուցման հիմքով իրավունքի դադարեցումը գրանցել եւ այս մեխանիզմով արդեն հնարավորություն ունեցանք այս տարածքները վերադարձնել պետության փաստացի տիրապետմանը։ Հիմա Սևանի ափամերձ հատվածներում դեռ ուսումնասիրությունների ընթացքում կան էլի։ Այո, շատ են, ընդ որում այստեղ մեզ համար առիթ որպես ուսումնասիրություն սկսելու ազդակ հանդիսանում են շրջաղ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, այդ թվում ձեր նշած անձանց անվանական անվամբ է գրանցված եւ հենց այդ հաղորդումները հիմք ընդունելով դատախազությունը շարունակաբար Սևանի ափամերձ հատվածներում ուսումնասիրում է տվել հողատարածքների նկատմամբ եւ իրավունքի ձեռքբերումները եւ նաեւ միջոցները ձեռնարկում դադարեցման ուղղությամբ։ Ամփոփելով զրույցը Տիկին Սարոխանյան, ընդհանուր առմամբ եթե գնահատենք համայնքային առումով, մարզային առումով, որ մարզերում կամ Երևանում միգուցե ավելի շատ են նմանատիպ խնդիրները, որին առնչվում եք։ Դերևս Կոտայքի մարզը կարող եմ մատնանշել, քննարկեցին 23, 24 եւ 25 թվականները, եթե տարեկան հաղորդումները ուսումնասիրեք, դատախազության կողմից հրապարակված, կտեսնենք, որ Կոտայքի մարզում բավականին շատ են եղել օտարումները, բոլոր տարածքներում են եղել, ուղղակի քրեական վարույթներով վերջին 3 տարիներին առավելապես Կոտայքի մարզն է աչքի ընկել։ Եվ վերջին հարցը, հաճախ իհարկե սա ավելի շատ քաղաքական դաշտում հնչող հարց է, բայց ես դրա իրավական մասով կուզեի մենք խոսեինք, հաճախ նշվում է այն մասին, որ գործերը երկարաձգվում են, շատ դանդաղ է, օբյեկտիվորեն կա նման բան թե ոչ, թե ամբողջ ուսումնասիրությունները հենց պահանջում են այն ժամկետները, որքան որ դուք անում եք որևէ գործ ի վերջո վերջնակետին հասցնելու համար, թե իսկապես կան խնդիրներ, աշխատանքի ծավալով պայմանավորված, չգիտեմ, մասնագիտական որակներով պայմանավորված կան խնդիրներ, որ ժամկետները ձգում են գործերի քննության։ Տեսեք, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու տեսանկյունից մենք հստակ ժամկետներ ունենք, այսինքն եթե գնում ենք վարչական դատարան, երկամսյա ժամկետ ունենք, եթե գնում ենք հակակոռուպցիոն դատարան, աջորդ կամ գործարք ենք վիճարկում 1 տարվա ժամկետ ունենք։ Այսինքն, բայց մենք նաև տեսել ենք տարիների կտրվածքով ժամկետներ։ Նկատի ունեմ մենք բոլոր դեպքերում կաշկանդված ենք ժամկետներով։ Հնարավոր է օրինակ շատ հինքրական վարույթներ լինեն, նախկինում այդ փաստը որևէ ձևով դատախազությունը իրազեկված լինի դրանց մասին եւ ժամանակին հայց հարուցված չլինի, բայց ներկայումս դատախազի պատասխանատվության շրջանակը ուղիղ նաեւ պետական շահերի պաշտպանության այդ խախտումները վերհանելն է, այսինքն ուղիղ իր պատասխանատվության շրջանակի մեջ է ներառված ժամանակին հայց հարուցելը։ Ինչ վերաբերում է դատական process-ի ձգձգմանը, ապա հակակոռուպցիոն դատարանում հաշվի առնելով, որ ինքը մասնագիտացված է, բավականին արագ է քննությունը, պարզապես միշտ քանի որ գործ ունենք, այսինքն դատական process-ը միշտ մի կողմը պարտվում է եւ բնականաբար բողոքարկումների այդ շրջապտույտի մեջ ենք մտնում, այսինքն միշտ մինչեւ վերջ, մինչեւ շաբեկացյան փորձում են բողոքարկել եւ այս առումով է ժամանակատար։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Զրուցակիցս գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Սարոխանյանն էր։